Սյունիքի մարզում Կապանֆեստի շրջանակում, ինչպես նաև Գյումրիում և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիայում կրկին գովերգել են մեծ կինոպոետ Սերգեյ Փարաջանովին։ Բեմում մյուզիքաթխես ֆրանսիական անսամբլն է անսովոր մուլտիմեդիա համերգային ծրագրով։ Փարերգել Փարաջանովին երաժշտական նախագիծը նվիրված է վարպետի ստեղծագործական ժառանգությանը։ Հեղինակը ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանն է, որը պերֆորմանսը կյանքի է կոչել վիդեոարտիստ Մարկ դը Պիերֆյոյի հետ գործակցությամբ։ Սա միաձուլում է երգեցողության տեքստերի, որոնք ընթերցվում են բեմից, եւ վիդեո մի շարք, որը Փարաջանովի աշխարհի հետ երկխոսում է։ Փարաջանովի կինեմատոգրաֆիական մտածողության վրա հիմնված նախագծի պրեմիերան արվել է Ֆրանսիայում, նշում է կոմպոզիտորն ու ընդգծում, կինովարպետի աշխարհն ամբողջացրել են համերգի ընթացքում պրոյեկտվող անիմացիոն կոլաժների միջոցով։ Փարաջանովի աշխարհը այնպես գրավիչ է, դա բացում է մեր սեփական երևակայությունը։ Հիշենք, որ նաև Փարաջանովը շատ լավ երաժիշտ էր, երգեցողություն էր սովորել եւ ամեն բանին ձեռք տղող եւ ամենից ձեռնհաս արտիստ էր եւ ահագին դժվար եւ ահագին հեշտ էր նրա աշխարհը մտնել, ոգեշնչվել, ինչ որ բանով հատուցել։ Ես աշխարհից վրեժ խնդիր կլինեմ սիրով, ասում էր մեծանուն կինոգործիչը։ Փարերգել Փարաջանովին նախագիծը յուրատեսակ հարգանքի տուրք է արվեստագետին ներկայացնելով նրա ստեղծագործական աշխարհն ու գաղափարները։ Մի քանի տարի առաջ մենք մյուզիկաթխես եւ նրա ղեկավար Ռոլանդ Հարապետյանի հետ ինագուրացիա էին կարել մի նոր դահլիճ Փարիզյան թանգարան, Petit Palais կոչվում։ Նրանք ստացել էին նոր սրբապատկերների կոլեկցիա եւ նոր դահլիճ էին կառուցել։ Մեզ խնդրեցին երկխոսել այդ սրբապատկերներից ամենագեղեցիկի հետ եւ դա դառավ շանտելիկոն, երկել սրբապատկեր գործը։ Այնքան դուր եկավ թե մեզ, թե ունկնդրին, մի քանի անգամ տարբեր երկրներով Ֆրանսիայում, Ամերիկայում ցույց տվեցինք դա, որ ուզեցանք նոր տարբերակ ունենանք, բայց նույն ֆորմայի, այսպես ասած։ Առաջիկայում պլաններ ունեն փարերգել Փարաջանովին երաժշտական նախագիծը տարածել Ֆրանսիայում եւ եվրոպական մի շարք երկրներում։ Յուրա Վահանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։